Մամուլը գրում է, որ Աննա Հակոբյանը մեկ շաբաթ հանգստի համար ծախսել է $100,000, ինչ կասեք։ Չէ, որ չունեք։ Հավատում եմ, շատ հնարավոր է եւ չի էլ բացառվում։ Ինքից ծախսի, կերան պրծանել երկիրը, ծախսել ինչ ա եղել։ Շատ غلط արել, որ այդպես غلط բաներ արել, էդ ու փողերն ա ինքը ծախսել։ Ում իմ նմանի։ Հա, غلط արել։ غلطը գիտես, չէ՞ ինչ բառա։ Քակակերի։ Մամուլը գրում է, որ Աննա Հակոբյանը մեկ շաբաթ հանգստի համար ծախսել է $100,000, ինչ կասեք։ Ինչ պետք է ասեմ, այս պայմաններում այդ $100,000-ը, որ ժողովուրդը ինչ վիճակում է գտնվում, մի քիչ շատ է։ Մի քիչ չէ, չափից ավելի շատ է։ Իսկ ինչու է նման ճոխություն ցույց տալիս իրեն։ Դե գիտեք ինչ մի ասացված կա, որ ասում են չտեսան պատից կախ, տեսան ճակատներից կախ։ Հիմա ճիշտ է մի քիչ թուրքական է հնչում, շեշմիշ-բեշմիշ եղան, հիմա իսկական իրանց տարբերակն է։ Ինչ ասեմ, թոշակառուկին եմ, ես էլ մի կերպ ապրում եմ, ինչ ասեմ։ Ժողովրդի այս վիճակին ղեկավարի կինը նման ծախսումներ անում, չգիտեմ։ Դա էլի ցույց տալիս իրանց ուղեղի չափը, մտածելակերպը։ 7 տարվա մեջ մտածեցին, որ իրանք ղեկավարի աթոռին են նստած, ոչ թե առաջվա կիսատ պռատ դեղին մամուլի ներկայացուցիչ։ Ես չեմ ճանաչում ոչ Աննա Հակոբյանին, ոչ մեկի։ Նիկոլ Փաշինյանի կինն է։ Հա, ինչ անենք, մի ծախսելա լավ արը, ինչ է դա։ Նորմալ եք դա համարում։ Կարում են, անում են, մի այ քեզ բան, մենք չենք կարում բամուր մարդ ենք։ Ում հաշվին են կարողանում անել։ Չգիտեմ։ Ես չգիտեմ, ինձ ինչ պետք է տենց հարցեր տալ։ Ես ինչ իմանամ, ես բամուր մարդ եմ, ինչ իմանամ։ Մամուլը գրում է, որ Աննա Հակոբյանը մեկ շաբաթ հանգստի վրա ծախսել է $100,000, ինչ կասեք։ Ունեն ծախսում են, ինչ ասեմ, մարդիկ 100 դրամ էլ չունեն, երևի տրանսպորտից չեն օգտում 150 դրամանոց, ովքեր ունեն թող օգտվեն, ինչ ասեմ։ Ես չգիտեմ, ծախսել է թե չէ։ Ինչ իմանամ, գրել են, ես մինչև իմ աշխով չտենեմ, ո՞ց կարամ համոզել։ Ես չեմ հավատում, հա։ Հասարակ ընտանիք են իրենք։ Հա, իրանք էտերի բան չեն անի, հա։ Այդ սուտ կլինի։ Որովհետև $100,000 չի կարա ծախսի, մի տարում չի կարա ծախսի, ուր մնաց մի շաբաթվա։ Ամեն ինչից օգտվել է, ինչից հնարավոր, անգամ սեփական Մակրոնի կնոջ համարից, լավ հիշում եմ ձեզ։ Ինչ արի, ցույց տվիք։ Ահա։ Ասում են անգամ սեփական սպասուհի է ունեցել, մերսումներից են։ Բամբասանքների մի հավատացեք այս ընդդիմությանը, սրանք հանդում են մեր երկիրը, մեր երեխեքի ապագան։ Ընդդիմությունը, բալես։ Իսկ իշխանությունը։ Ասեմ, Կարեն Դեմիրճյանից հետո ամենալավ իշխանությունը էս է, որ Ինչով է լավ։ այնքանով է լավ, որ այդ թալանված է այդ մարդասպաներին եղածը հետա բերում մեր երեխեքի համար։ Ինչն է, ումից է հետ բերել։ Ումից Քոչարյան, ծերիսել սա օլիգարխները թալանչիները։ Ջան, գժերի ձեռն ենք ընկե։ Էսը որ էսա մի ոտը կողմա ցեխի մեջ երկրորդը չի մցրել, բայց այս ազգը մցրեց։ Ամեն ինչ հնարավոր է։ Իսկ նորմալ է, որ վարչապետի կինը նման ճոխություն է ցույց տալիս իրեն։ Են որ ասված չտեսան պատից կախ, տեսան ճակատից կախ։ Գեղացիկ եկել են մարդ են դառը, պարզատեց կլի, քաղքենի են։